Հարգելի հայրենակիցներ, ինչու սև շորերով, որովհետև այսօր մեր ազգի ամենապազորնի օրն է։ 25/06 եւ 27 օրը մենք դեռ լիքը տարիներ կհիշենք, թե մեր պատմության մեջ թուրքերը այսպիսի բան չեն արել, որ արեց այս պարազիտ անիրավ այս շանտ ծնունդը։ Հիմա հարգելի հայրենակիցներ, սա էլ Կաթողիկոսի հարցը չի, եպիսկոպոսների հարցը չի, սա մեր ինքնության հարցն է, սա մեր լինելու եւ չլինելու հարցն է, սա ձեր ընտանիքների թասիբի հարցն է, էլ չկա այստեղ ասեք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ չկա, վերջացել է, սա կպել են մեր սրբություններին, մեր տան, մեր երեխեքի ու մեր մերերի ու մեր պապերի թողած այն խաչքարերին, եթե մի համարդ անտարբեր լինի այսօրվա եկեղեցու զանգերին եւ դուրս չգա եկեղեցին պահպանելու, քնելու եկեղեցու բակում, ուրեմն հիշեք, որ դուք թուրքի ծնունդ եք ու ձեր բոլոր երեխաները սրա համար պատասխան են տալու։ Ու այն միլիցիաները, ովքեր արեցին ես, ձեր անուն ազգանունով դարեր գրվելու է ձեր գերեզմաների վրա, որ դուք այս իրական այս տարաշրջանի մեջ կատարեցիք ազգի դարի ամենաֆաշիստական ձեր անունները, դուք գերեզման չեք ունենալու, ձեր երեխեքը ամանչելու են ձեր համար, դպրոց չեն եթալու։ Երբ որ ես ասեցի Սամվել Կարապետյանին ձեռք մի տվեք, սկսելու է այս ամեն ինչի սկիզբը, որովհետև դուք մարդկանց տերոր անելով, հարձակվելով Սամվել Կարապետյանի պես բարեգործներին, հարձակվելով եկեղեցու վրա, նախանձի ու թարախի մեջ ապրած ծնված մարդիկ եք։ Դուք պարտության այսօրվա ձեր օրը կնքեցիք։ Սատանան կրվեց Աստծու դեմ, դու Նիկոլ Փաշինյան որպես սատանա, քո հետ գցեցիր լիքը մարդկանց այդ հորի սև հորի մեջ, սարքեցիր սատանայական ճանապարհ, որ այսօր դու նրանց տարար դեպի դժոխք։ Սկսվեց մեր առաջի օրը, հակառակ հաշվեք ձեր օրերը, խոսք ենք տալի, դու սկսեցիր քո գերեզմանը փորելը։ Աստված մեր հետ, հելեք ժողովուրդ, եւ ձեզ խոսք եմ տալի, ով չելնի, նա նրա շարունակությունն է ու թուրքի ծնունդը։ Քնեք եկեղեցում, մի գնացեք տուն, ամոթա մեզ